Բարին ընձեզ սիրելիներ, այսօր հայ առաքելական Սուրբ եւ ուղղափառ եկեղեցին տոնում է 12 տիեզերական վարդապետների հիշատակության օրը։ Սուրբ եկեղեցին երկինք է երկրի վրա, որում առաքյալների դասերը արեգակնաբար ծագում են որպես արդարության արեգակի լուսացնցող ճառագայթներ։ Նույն զորությամբ մարգարեների դասերը լուսնի նմանությամբ լույս էին տալիս տվերային հին օրենքի գիշերվա մեջ, մինչև ծագեց առավոտը, որի ավետավորը եղավ գեղեցիկ Արուսյակը, Սուրբ Հովանես Կարապետը։ Նոր օրենքում հաստատության աստղերի նմանությամբ լուսավոր Սուրբ վարդապետները եղան այդ երկու դասերի հետևորդները, ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում, թե «Եվ ում որ Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են նախ առաքյալներ, երկրորդ մարգարեներ, երրորդ վարդապետներ»։ Արդ քանի որ Աստծո նախախնամությամբ սահմանված էր առաքյալների եւ մարգարեների թիվը, նույնպես էլ կարգ տրվեց եկեղեցում, որ բացի նրանց հավաքական տոնակատարության հիշատակի օրից, նրանց հիշատակը տոնախմբել նաև առանձին եւ անվանապես ըստ յուրաքանչյուրի օրվա։ Սուրբ վարդապետների երամները սահմանափակված չեն թվով, որովհետև նրանց պես անթիվ են նաև աստղերի հույլերը։ Այնուամենայնիվ, այս խորհրդով նրանց միջից ընտրվեցին թվով 12 նշանավոր վարդապետներ ըստ առաքյալների թվի։ Եվ այս են ընդհանրական եկեղեցու 12 վարդապետների անունները։ Սուրբ Դիոնեսիոս Արիսպագացի, առաջին դար, Աթենք։ Պողոս առաքյալի աշակերտը, առաքելական հայր, զորավոր իր գրչով եւ խոսքով։ Հովանես աստվածաբան ավետարանչից հետո աստվածաբանության ճանաչված գագաթ։ Դիոնեսիոս Արիսպագացու հիշատակը տոնում ենք 2 անգամ։ Խաչվերացի 5-րդ կիրակին հաջորդող 5շաբթի օրը եւ 12 վարդապետների հետ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը։ Սուրբ Հռեթեոս Աթենացի, առաջին դար, Աթենք։ Սուրբ Դիոնեսիոսի ընկերը եւ միաժամանակ վարդապետ, ճարտարախոս եւ հոգիաբուխ բերան, որը շարադրեց աստվածաբանության հիմնական դրույթները, այսինքն սկզբունքները եւ հրահանգները։ Գրեց նաեւ այլ խորիմաստ ճառեր եւ օրհնություններ։ Հիշատակվում է Սուրբ Դիոնեսիոս Արիսպագացու հետ։ Հաջորդը Հռոմի Սուրբ Սեղբեստրոս հայրապետն է, 4-րդ դար։ Կոստանդիանոս Մեծի դարձի եւ առաջին տիեզերական Սուրբ Ժողովի գումարմամբ նրա նախաձեռնությամբ եւ սահմանադրությամբ պայծառացավ քրիստոնեական հավատքը։ Նրան հիշատակում են 2 անգամ։ Առաջինը դեկտեմբեր ամսվա մեջ հունվարի 1-ին մոտ շաբաթ օրը Սուրբ Բարսեղի եւ նրա ընկերների հետ, երկրորդը 12 վարդապետների հետ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը։ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի, իր ազդու խոսքով եւ գրչով ուղղափառության հզոր առաջամարտիկներ ընդդեմ քրիստոսամարտ հերետիկոսների մեծ հալածանքներով հանդերձ։ Հիշատակում ենք 2 անգամ, առաջինը հունվար ամսվա մեջ եւ երկրորդը 12 վարդապետների հետ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը։ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի, Սուրբ Աթանասի ժամանակակիցն է։ Ճշմարտության լուսավոր քարոզիչ էր ընդդեմ հրեաների, հեթանոսների եւ բոլոր աղանդավորների։ Հրահանգիչ եւ լուսավորիչ էր ճշմարիտ հավատքն ընդունողների համար։ Նա է կոչումն ընծայության գրքի եւ Երուսաղեմում Սուրբ Խաչի երևման մասին թղթի հեղինակը ուղված Կոստանտ կայսրին։ Հիշատակվում է տարեկան 2 անգամ, Մեծ Պահքի 3-րդ կիրակի նախորդ շաբաթ օրը եւ հոկտեմբեր ամսվա վերջին 12 վարդապետների հետ Սուրբ Եփրեմ Խուրիասորի 4-րդ դար։ Եղել է Սուրբ Հակոբ Մծբնեցու աշակերտը, փայլել է ճգնությամբ եւ վարդապետությամբ, ինչպես նաեւ հին եւ նոր կտակարանների հոգելից մեկնիչ է, տերունական տոների ու Աստծո սուրբերի ճառասած եւ ներբողասած, բազում աղոթական խոսքերով հանդերձ։ Հիշատակվում է տարին 2 անգամ, հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Սուրբ Բարսեղ Կեսարացի, 4-րդ դար, պայծառափայլ, կորովամիտ եւ իմաստալից այր։ Սուրբ Հոգու 7 շնորհների ընդունարան,
Բազմաթիվ գրավոր աշխատությունների հեղինակ եւ բարի ու քաջ մշակ հերձվածները վերացնելու եւ ուղղափառությունը հաստատելու համար, եկեղեցական պաշտամունքների եւ կրոնավորական կարգերի զարդարիչ օրինադիր։ Հիշատակվում է տարեկան 2 անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Սուրբ Գրիգոր Նազիազանցի, որ նաեւ աստվածաբան է կոչվում, 4-րդ դար։ Այր լի Աստծո Սուրբ Հոգով, բարձրագույն վարդապետությամբ հոգեմարտների եւ բոլոր հերձվածողների բերանները խցող, իր գրություններով եւ գործերով բազմաթիվ են նրա թողած պտուղները ուղղափառ հավատքը հաստատելու գործում։ Հիշատակվում է տարեկան 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան 3-րդ կիրակին նախորդող շաբաթ օրը եւ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Սուրբ Գրիգոր Նյուսացի, Բարսեղ մեծի եղբայրը համանման նույն գիտությամբ եւ առաքինությամբ, գեղեցկախոս եւ նրբախոս գրչով եւ լեզվով։ Գրեց բազմաթիվ իմաստալից ճառեր եւ մեկնություններ եւ մեծ ջանքեր դրեց եկեղեցու պայծառության համար։ Հիշատակվում է տարեկան 2 անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Սուրբ Եփիփան Կիպրացի, ճգնավոր եւ հրաշագործ այր, որ առաքելական իր հոգով մեծ պտուղներ բերեց եկեղեցուն բազմապիսի գրավոր աշխատություններով հանդերձ։ Հիշատակվում է տարեկան 2 անգամ՝ հոգեգալստյան տոնի 3-րդ կիրակին հաջորդող երկուշաբթի օրը եւ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Սուրբ Հովհան Ոսկեբերան, տիեզերալույս վարդապետ, որ արեգնակափայլ ցոլած ընդհանուր տիեզերքում, ընդհանրական հայր ըստ Պողոսի եւ բոլոր հայրերից առավել բազմավաստակ վարդապետ իր գրություններով։ Իր ոսկեղեն բերանով ծովածավալ սփռեց իր վարդապետությունը եւ գետի պես հոսեցրեց շարունակ գրելով, որոնք կան եւ պահվում են եկեղեցու գանձերում։ Կոչվում է նաև ապաշխարության վարդապետ, որովհետև թե իր ճառերում եւ թե Սուրբ Գրքի մեկնություններում նրա վարդապետությունը մեծամասամբ քարոզչական է ճշմարիտ վարք ստանալու համար։ Հիշատակվում է տարեկան 2 անգամ՝ Խաչվերացի 7-րդ կիրակին հաջորդող 5-շաբթի օրը եւ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Սուրբ Գյորեղ Ալեքսանդրացի, նույն կերպ Աթանաս մեծի եւ Գրիգոր Աստվածաբանի պես լցված Սուրբ Հոգով 3-րդ տիեզերական ժողովի օրերին թե գրավոր եւ թե բանավոր խոսքով եղավ ուղափառության քաջարի Ախոյան ընդդեմ Մարտադավան Նեստորի եւ իր իմաստուն գրչով սանձեց բոլոր հերձվածողներին, թողել է մեկնություններ եւ հորդորիչ ճառեր։ Հիշատակում է տարեկան 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան 3-րդ կամ 2-րդ կիրակի նախորդ շաբաթ օրը եւ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը 12 վարդապետների հետ։ Թեպետ Աստծո եկեղեցու մեջ նրանցից առաջ եւ հետո եղել են նաեւ այլ անհամար վարդապետներ, որ ականավոր էին իրենց սրբությամբ եւ գրավոր ու բանավոր քարոզչությամբ, սակայն սրանք առավել էին լուսագծվել իրենց ազգերի մեջ, ինչպես մեր ազգի մեջ մեր երանելի հայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, նրա որդիներն ու թոռները, Սուրբ թարգմանիչները եւ արևմուտքում Սուրբ Ամբրոսիոսը, Օգոստիանոսը, Հերոնիմոսը եւ Գրիգոր Մեծը։ Իսկ վերոնշյալ 12 Սուրբ վարդապետները, իբրև լուսափայլ աստղեր, եղան պայծառացնողները համորեն եկեղեցիների, որ կան ամբողջ տիեզերքում։ Այս բոլոր Սուրբ վարդապետներից յուրաքանչյուրի հոգեպարքև ձիրքերի ու առաքինի վարքի մասին կարող են կարդալ նրանց վարքագրության մեջ։ Թող որ նրանց բարեխոսությամբ անսասան մնա հայաստանյաց առաքելական Սուրբ եւ ուղափառ եկեղեցին, որ ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցու մի մասն է։